Սիրելի բարեկամ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնը նախաձեռնել է հայազորացման իր հերթական ծրագիրը եղեռնազարկից հայազորացում կարգախոսով։ Իսկ հայազորացման ամենազորեղ զարկերակը, ինչպես հայտնի է, հայոց լեզուն է, հայ գրականությունը, մեր տոհմիկ մշակույթը և ազգային ոգին։ Մեր այս նախաձեռնության նպատակն է նպաստել հայոց լեզվի և հայ գրականության աստվածարակ ներուժով զորացնելու մեր ազգային ոգին։ Ազգային ոգի, առանց որի Գարգին Մշտեհը ասեր ժամանակը փոշիացնում է ազգերին։ Իսկ այսօրվա մեր աշխարհաքաղաքական բարդ ժամանակներում հույժ անհրաժեշտ է հայոց ազգային ոգու զորացումը։ Հարգելի հայրենակից, անկախ տարիքից, բնակության վայրից, զբաղեցրած պաշտոնից և զբաղմունքից հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր նախաձեռնությանը։ Դրա համար ընթերցեք կամ ասմունքեք արևելահայ կամ արևմտահայ գրականությունից մեկ բանաստեղծություն կամ գրական հատված։ Այնուհետև ձեր տեսանյութը որպես մարտահրավեր հղեք ձեր ընկերներին և բարեկամներին։ Մենք այս նախաձեռնությամբ առավել գործուն ու ներգործուն ձևով ուզում ենք հզորացնել մեր լեզու հայրենիքը, որի մեջ ամփոփված է և ազգային ոգի։ Ես Նադիա Անտոնյանն եմ, Երևանի Մեսրոպ Մաշտոց խոսքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավարը։ Հայտարարում եմ նախաձեռնության մեկնարկը և մարտահրավերը հղում մեր կենտրոնի սիրիահայ մաշտոցական Լևոն Շանթին։ Պարուշ Սևակ, եռաձայն պատարագ հատված։ Կոչեմ ապրողաց, կոչեմ վերապրած ժողովուրդին, քեզ, դու, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ, թեպետ ակամա դեռ ժողովված չես, տակավին ցիր ես, ցան ես և սփյուռք։ Դու այսուհետև ժողովվես պիտի նախ ինքդ քո մեջ և ապա քո շուրջ։ Հիշելով, որ այս նախճիր եղեռնը երեկ չսկսվեց և ոչ էլ վաղն է նա ավարտվելու։ Ուստի կրկնեցեք ինձ հետ միասին, ինչպես երթումի խոսքերն են կրկնում։ Բռնից ուղվելիս թունավորում են ձուլողին, արյամբ, ինքնին ձուլվելիս թունավորվում են իրենք արյունով։ Եկեք միանանք, որ մեր այս փոքրիկ, շատ փոքրիկ հողի երազանքը մեծ մարմին ստանա, կոչեմ ապրողաց։